Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Բարի ձեզ Տիկին Ադամյան։ Տիկին Ադամյան, խոսելով երկաթուղու մասին եւ հատկապես երկաթուղու կառավարումը Ռուսաստանին հանձնելու մասին, տեսեք օրերս վարչապետը հայտարարություն արել ճեպազրույցներից մեկի ժամանակ, որ դա շատ հարցերում Հայաստանին խանգարում է եւ կասեցնում է Հայաստանի առաջընթացը, զարգացումը ինչ որ իմաստներով։ Ընդհանուր առմամբ վարչապետը նաեւ ելքեր նկարագրեց, որ լավագույն ելքը կլինի, որ եւ Հայաստանի եւ Ռուսաստանի համար բարեկամ որևէ երկիր գնի Ռուսաստանից այդ կոնցենսիոն կառավարումը։ Ընդհանուր առմամբ հասկանանք ինչին էր միտված այս հայտարարությունը։ Այս հայտարարությունը արդեն որոշման մասին բարձրաձայնում էր, թե այս հայտարարությամբ վարչապետը փորձում էր տրամադրություններ շոշափել։ Եվ մենք արձագանքները արդեն լսում ենք։ Շնորհակալ եմ հրավերի համար, բայց եկեք արձանագրենք տրամադրություններ շոշափելու, մտադրություններ հասկանալու, միմյանց առաջարկներ անելու ժամանակ վաղուց անցել է։ Ակնհայտ է, չէ, որ եթե մենք գնում ենք աշխարհամասեր միմյանց միացնելու տարբերակով, երկաթուղին դառնալու է գլխավոր խնդիրներից մեկը։ Հայկական երկաթուղին, որ տրված է Ռուսաստանին կոնցենսիոն կառավարման։ Նախքան անգամ տրիպ ծրագրի մասին որևէ հիշատակում Հանրապետություն կուսակցությունը բազմիցս ասել է, որ այն, ինչ ասեմ, նեգատիվ առումով փառահեղ ցանկը, որ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիներին ստեղծել էր Հայաստանը Ռուսաստանին վաճառելու առումով, սկսած գույք պարտքի դիմացով ավարտված իր կառավարման վերջին օրերին Ռուսաստանին կոնցեսիոն կառավարման հանձնած երկաթուղով, այդ հարցը պետք է հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին համապատասխանեցման հիմքով վերանայվի։ Ինչ վիճակում է գտնվում ռուսական կառավարման, կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղին։ Մենք գույքագրում արել ենք։ Մենք այդ վիճակը գիտենք։ Դե օրինակ Ռուսաստանից ասում են մենք բազմաթիվ ներդրում ենք։ Այո։ Մարիա Զախարովան ասում են շնորհակալ պետք է լինենք, որովհետև հսկայական թվով աշխատատեղեր են ստեղծել։ Ներդրումներ են արել, իսկ մենք անշնորհակալ ենք։ Ռուսաստանում թե Հայաստանում հարց։ Ներդրումներ են արել որտեղ։ Որտեղ։ Ինչու՞մ են այդ ներդրումները արտահայտվել։ Եվ ինչու տեսանելի չեն։ Եկեք հասկանանք որտեղ են այդ ներդրումները։ Եթե արվել են թղթի վրա, հետո ինչ որ տարբերակով վերադարձել են Ռուսաստան, կներեք, դա մեզ չի վերաբերվում։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ թե Մարիա Զախարովան, թե Սերգեյ Շոյգուն, որ հերթական անգամ հարադարձավ, նույնիսկ արդեն ինչ որ սպառնալիքներ փորձեց հնչեցնել առայն, որ մեկ գիշերում կփլուզվի։ Ինչը կփլուզվի, փլուզվածը ո՞նց են փլուզում։ Գուցե Շոյգուն դա գնա պարզաբանի իր թուրք գործընկերների հետ, որոնց հետ հաճախ է հարաբերվում, որոնց հետ հաճախ է համատեղ ծրագրեր այսպես իրականացնում։ Մեկ եկեք հարցերն էլ հասկանանք։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ակնհայտ է, որ եթե նույնիսկ արդեն սեփական գույքը վաճառող ռուսական եւ սնանկ երկաթուղուն Ռուսաստանում սնանկ ճանաչված սեփական գույքը վաճառող պարտքերը փակելու համար երկաթուղին հանկարծ որոշի ինչ-որ ներդրումներ անել կամ հանկարծ որոշի, որ ինքը պետք է պարտավոր է իր պարտականությունները Հայաստանի Հանրապետությունում կատարել։ Արդյոք դա մեզ պետք է։ Եկեք հաշվի առնենք, թե 40 կմ/ժ արագության բեռնափոխադրումները որքան են համապատասխանում 21-րդ դարի պահանջներին։ Նոնսենս չի։ Եկեք նաև հաշվի առնենք հարցի քաղաքական կողմը։ Ում համար է գաղտնիք, որ Ռուսաստանը դեմ է Ա. տարածաշրջանում խաղաղությանը, Բ. Հայաստանի ապաշրջափակմանը, Գ. ընդհանրապես Տրամփի ծրագրին։ Եվ այդ Ռուսաստանը պետք է գա ու Տրամփի ծրագրի իրականացման ինչ-որ մաս դառնա։ Կոգնիտիվ դիսոնանս որևէ մեկի մոտ չի առաջանա այդ պարագայում։ Բաց աչքերով նայենք իրականությանը։ Ռուսաստանը դա չի անելու։ Ռուսաստանը ժամանակ է ձգելու, Ռուսաստանը ստելու է, Ռուսաստանը մոլորեցնելու է, Ռուսաստանը փորձելու է հնարավոր սպառնալիքներ հնչեցնել, ես դեռ սպասում եմ, թե ինչ կասի պարոն Նովերչուկը, մոտորերից դուք էլ սպասեք,
Վերջին հաշվով կարող է հանկարծ հապկից էլ դրան անդրադառնան հիշեցնել, որ մենք հապկի անդամ ենք։ Վերջին շրջանում հաճախ են հիշեցնում։ Այո, վերջին շրջանում ինքներդ եք վկայում հաճախ են հիշում ու հիշեցնում։ Այսինքն սա հարաբերությունների մի թնջուկ է, որը գտնվում է փակ շրջանակում, որտեղ հայտնվել են հայ-ռուսական հարաբերությունները եւ հայտնվել են Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունքում ու հետևանքով։ Այստեղ Հայաստանը ըստ էության անելիք չունի։ Հայաստանի անելիքը, Հայաստանի ինքնիշխան պետության անելիքը։ Այստեղ պետք է լինի շատ արագ կողմնորոշվել, շատ արագ եւ ձերբազատվել այդ խնդրից։ Այսինքն մեր շահը Ձերբազատման մի քանի տարբերակ կա։ Առաջին, մենք Ռուսաստանի հետ խզում ենք այդ պայմանագիրը։ Այն հիմքով, որ Ռուսաստանը տասնամյակների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները։ Պարզապես չի կատարել, ներկայացնում ենք հիմքեր, եւ եթե Ռուսաստանը փորձում է ներկայացնել իր հայցը արբիտրաժային դատարան, միանշանակ Ռուսաստանը արբիտրաժում չի կարողանալու մեզ ախտել, որովհետեւ չի կատարել իր պարտավորությունները։ Դա մեկ, երկրորդը Ռուսաստանը այստեղ փորձելու է օգտագործել իր տնտեսական լծակները, ինչ պիտի անի, էլելար սփակի, ավելի լավ, թող փակի, Թուրքիայի հետ սահմանը գուցե ավելի արագ բացվի։ Գիտեք ինչ, ստեղծված իրավիճակում Ռուսաստանը խաղը ի սկզբանե տանուլ է տվել, որովհետև ոչ միայն աշխարհում, այլև տարածաշրջանում է արմատապես իրավիճակ փոխվել։ Ռուսաստանը այլևս դաշնակից գործընկեր չունի Ադրբեջանին եւ դա ակնհայտ է։ Ռուսաստանը չի կարողանում այլևս Ադրբեջանին դրդել տարածաշրջանի ագրեսոր երկրի կարգավիճակում մնալ եւ պարբերաբար այսպես փոքր ու մեծ ագրեսիաներ նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ։ Չի կարող Ադրբեջանը դա անել, որտեղ դա չի բխում իր շահերից։ Եվ Ռուսաստանը չի կարողանում այլևս գործիք իր համար իր խաղակարդ դարձնել ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։ Այսինքն իրավիճակ է փոխվել եւ Ռուսաստանը պարտավոր է այդ փոփոխված իրավիճակի հետ հաշվի նստել։ Ես չգիտեմ Սմոլենսկի հրապարակում ընդհանրապես տարածաշրջանի քարտեզը, նոր քարտեզը, նոր զարգացումների քարտեզը, նոր քաղաքական փոփոխությունների քարտեզը իրենց առաջ ունեն, թե չէ։ Ես չգիտեմ, Կրեմլում այդ փոփոխությունները կարողացել են հաշվարկել, հաշվի առնել, համադրել եւ հակադրել սեփական շահերի հետ։ Փոխվել են արդյոք Կրեմլի առաջնահերթությունները։ Թե գնում են հին ավանդական կարծրատիպային մտածողությունը, а куда вы денетесь из подводной лодки? А нам есть куда деться։ Ակնհայտ է, չէ։ Մենք Սուզանավից վաղուց դուրս ենք եկել։ Իսկ իրենք այդպես խրվել են մի տիղմի մեջ, որը կարճ կոչվում է Ուկրաինա, որտեղ իրենք կորցնում են։ Ու կորցրել են իրենց աշխարհակաղակական ազդեցությունը, կորցրել են բոլոր այն միֆերը, որ կապված էր Ռուսաստանի իբրև գերտերության հետ, Ռուսաստանի բանակի անպարտելիության հետ, Ռուսաստանի հզոր զենքի, ամենահզոր զենքի, որ ներշնչվում էր տասնամյակներով, Ռուսաստանը կորցրեց թե զենքի շուկան, թե անվտանգությունը եւ վերջին հաշվով ինքը իր ձեռքով փլուզեց սեփական տնտեսությունը։ Հիմա Ուկրաինայում որևէ հաջողության համար Ռուսաստանը փորձում է ու չի կարողանում զորահավաք իրականացնել։ Պարզապես չի համարձակվում, չի հանդգնում սեփական ժողովրդի առաջ դնել զորահավաքի խնդիրը, տոտալ զորահավաքի, որովհետեւ կարող է ծագել պատմական ռուսական բունտը։ Մինչև հիմա Ուկրաինայում ռուսները չեն կռվել։ Մինչև հիմա Ուկրաինայում կռվել են Ռուսաստանում ապրող այլազգիները։ Մինչև հիմա Ուկրաինայում կռվել են տարբեր մեծ ու փոքր հանցանքներ գործածները, որոնք ազատվել են բանտերից եւ ուղարկվել ռազմաճակատ։ Եվ վերջապես մինչև հիմա կռվել են վարձկանները։ Աֆրիկայից սկսած մինչև Հյուսիսային Կորեա։ Իսկ բուն ռուսները էթնիկ ռուսները շատ քիչ են մասնակցել այդ պատերազմին, բայց հարցը արդեն հասել է էթնիկ ռուսներին։ Եկեք էդ էլ հաշվի առնենք, այդ մասին շատ քիչ են խոսում։ Այսինքն մենք ինչ Ռուսաստանի հետ գործ ունենք, իբրև Հայաստանի Հանրապետության սպառնալիք։ Երկաթուղու հարցին եմ ես փորձում վերադառնալ։ Մեզ անհրաժեշտ է հնարավորինս արագ այդ հարցը լուծել,
որովհետև մենք չենք կարող դա մինչև դարավերջ ձգել ավանդական են ռուսի завтра, если не завтра, то послезавтра տրամաբանությամբ։ Չենք կարող դա անել, որովհետև մենք ունենք Ադրբեջան եւ մենք ունենք Թուրքիա, որոնք իրենց երկաթուղիները համապատասխանաբար կառուցում են։ Ու մենք վերջին հաշվով պետք է ընտրենք։ Ոչ թե Ղազախստանը թող գա կառուցի Ռուսաստանի բարեկամ երկիր, լսեք, բացեք ձեր աչքերին ինչ Ղազախստան եւ ինչ ղազախական երկաթուղի։ Նույն կոռուպցիոն կառույցը մի քիչ չինական այսպես վերամոդելավորմամբ, ընդհանրապես ուրիշ ոչ մի բան։ Նույն տարբերակն է ինչ ռուսական երկաթուղին։ Ինչ կատար վերջին հաշվով։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը իբրև պետություն չի կարող ինքնուրույն այդ հարցը լուծել։ Լավագույն տարբերակը դա է։ Ես կարծում եմ, որ լավագույն տարբերակը կոնցեսիոն պայմանագիրը խզելն է եւ վերցնելն է պետական կառավարման։ Եվ միայն դրանից հետո նոր կոնցեսիոն կառավարման համար պետություն գտնել։ Բայց այդ պետությունը որևէ պարագայում չի կարող լինել այնպիսի պետություն, որը վարչապետի թվարկաշարքում է, որովհետև դա շահավետ չէ, որովհետև դա տեխնոլոգիապես 21-րդ դարի պահանջներին չի համապատասխանում եւ որովհետև դա չի բխում Հայաստանի Հանրապետության արտաքին բուն քաղաքականությունից։ Եթե մենք հանձնում ենք կոնցեսիոն կառավարման որևէ այլ երկրի, այդ երկիրը պետք է լինի Եվրամիությունից։ Ֆրանսիական կարծեմ ՏԺՎ-ի մասին աշխարհում բոլորը գիտեն։ Չասեմ բելգիական երկաթուղու մասին։ Կա երկրորդ այլընտրանքը, եթե այս ամեն ինչը անում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչու պետք է այդ հարցը Ամերիկայի Միացյալ Նահանգները չանի շատ ավելի արագ, շատ ավելի որակով։ Եթե մենք գնում ենք ընտրության տարբերակների, ընտրության տարբերակները պետք է լինեն ոչ թե 20-րդ դարում, այլ 21-րդ դարում, որքան էլ որ քաղաքացիական պայմանագիրը փորձում է հավասարակշռ քաղաքականություն վարել, այդ հավասարակշռ քաղաքականությունը քաղաքականության գործընկերներին եկեք որոնենք 21-րդ դարում, ոչ թե անդադ վերադառնանք անցյալ եւ պատճառաբանենք դե կներեք Ռուսաստանը մնացել է 20-րդ դարում եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեն այն երկրները, որոնք ապրում են դեռ 20-րդ դարում։ Մենք իբրև պետություն, Հայաստանը իբրև պետություն արդեն 40 դար ապրում է 21-րդ դարում։ Ամենայն դեպս 2018 հեղափոխությունից հետո ես գոնե որ այդ տպավորությունն ունեմ։ Տիկին Ադամյան, իսկ ինչի մասին են վերջին շրջանում, այսպես ասեմ, մեր դաշնակից բարեկամի կողմից շատ ակտիվ մեզ հիշելը ամենօրյա մակարդակում մի քանի անգամ սա արդյոք նրա մասին է որ այնուամենայնիվ իրենց համար որոշակիորեն զարմանալի է որ մենք կարող ենք այնքան խելոք կամ ճարպիկ գտնվել որ այդ խորտակվող Սուզանավը որի մասին խոսում եք լքեինք այդ Սուզանավը միգուցե իրենք այլ պատկերացումներ ունեին այլ հաշվարկներ ունեին հիմա նույնը երկաթուղու հետ կապված միգուցե 2008 թվականին երբ կոնցեսիոն կառավարման էր հանձնվում հեռանկարում անգամ հնարավոր չէր պատկերացնել որ կարող լինել օրինակ թրիփի նման որևէ պրոյեկտ, հայ-ամերիկյան պրոյեկտ։ Եվ կոգնիտիվ դիսոնանսից նաև խոսեցիք, տեսեք, դուք ասացիք, որ Ռուսաստանը այլևս դաշնակից չէ Ադրբեջանի հետ եւ չի կարող ազդել Ադրբեջանի վրա, որովհետեւ վերջինս իր ագրեսիվ քաղաքականությունը վարի Հայաստանի հանդեպ։ Ուժեր կան, ուժերի մեծ մասը ընդ որում, որոնք բլոկներով գնալու են ընտրությունների եւ պայքարելու են, ինչպես իրենք են ասում, այս իշխանության դեմ, հայտարարում են Թևանյանը վերջինն էր, որ հանրայինի տաղավարում հայտարարեց, որ Հայաստանը միակ բնական դաշնակիցը Ռուսաստանն է եւ եթե իրենք ընտրվեն, հիպոթետիկ եթե պատկերացնենք իրենք ընտրվեն, այո, միանշանակ խաղաղության երաշխավորը լինելու է Ռուսաստանը, որովհետեւ միայն Ռուսաստանը կզսպի Ադրբեջանին։ Սկսենք սկզբից։ Ինքան բազմաշերտ հարց տվեցիք, Աստված իշխողություն տա։ 2008 թվականին, երբ հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման էր հանձնվում, իհարկե պատկերացում չկար տրիպի մասին։ Այդ պահին պատկերացում չկար, բայց համայնային դեպս 1999 թվականին այդ մասին շատ ռեալ, հստակ որոշակի պատկերացում կար։ Վարչապետ Վազգեն Սարգսյանի Ամերիկայի Միացյալ Նահանգների այցի ժամանակ քննարկված ծրագրերը Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք, Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներդրումները, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի հարաբերություններում փոփոխությունները, մասնավորապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը, Արցախի հարցի լուծումը, բազում այլ խնդիրներ վկայում էին, որ 1999 թվականին արդեն կար այն ծրագիրը
որը հոկտեմբերի 27-ով կանխվեց եւ գուցե դա էլ հենց հոկտեմբերի 27-ի սպանդի աբեկչության կազմակերպման գլխավոր պատճառն էր եւ դա էլ համենայն դեպս ակնհայտ է դարձնում թե որ պետության ձեռքի գործն էր դա ակնհայտ է դարձնում հետագա տասնամյակներում Հայաստանի Հանրապետությունում վարած քաղաքականությունը ակնհայտ է դարձնում նաեւ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչությունից հետո փորձեցին իրենց ծրագիրը իրականացնել Վրաստանում։ Եվ այդ պարագաներում իշխանության եկավ Սաակաշվիլին։ Իսկ Սաակաշվիլի իշխանության օրոք ինչ փոփոխություններ եղան Վրաստանում, եկեք չպատմեմ, հա, ձեզ այդ թերևս մեր հարցազրույցը բոլորովին այլ ուղղությամբ կտանի։ Բայց այսօր բումերանգը վերադարձել է Հայաստան։ Բումերանգը ճիշտ բային, ճիշտ տեղում, ճիշտ տեղ է վերադարձել։ Եվ այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է անի այն ծրագրերը, որոնք բխում են թե իր, թե տարածաշրջանի, թե աշխարհաքաղաքական շահերի համադրումից։ Իսկ թե ինչ են ասում տարատասակ Թևանյաններ կամ ինչ ասեմ ռուսական հեռուստաեթերի այլ աստղեր, հավատացեք ինձ բացարձակապես չի հետաքրքրում, որովհետև նրանք եւ նրանց Կրեմլի հպատակների փաղանգում գտնվող ցանկացած մեկին կարող եք լսել եւ այլևս բոլոր մյուսներին չլսել, որովհետեւ տարբեր հեռուստաալիքներից, տարբեր հեռուստաեթերներով նրանք կրկնում են նույն բաները, ընդհանրապես փոփոխվում է կրկնողի ազգանունը։ Նույնը կարող են ասել բոլորը։ Իսկ դա վկայում է, որ նրանք ընդհանրապես օգտվում են մեկ մեծ, այսպես ռուսերեն բառով ասած մի տադիչկայից, որը ստանում են առանձին թերևս, բայց համատեղ օգտագործում են։ Տիկին Ադամյան, հետաքրքիր մեկ այսպես կոգնիտիվ դիսոնանսից էլ խոսենք։ Բոլոր այն ուժերը, ովքեր հիմնականում չթիրախավորելով որևէ մեկին, բայց ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայաստան դաշինք, այդ ուժերը ըստ էության չեն հավատում Հայաստանի ուժին, ինքնիշխանությանը, որովհետև իրենք Հայաստանի ուժ ասելով պատկերացնում են Ռուսաստանին։ Այսինքն, եթե մենք Ռուսաստանի հետ ենք, այո, մենք ուժեղ ենք։ Եթե Ռուսաստանը չկա, մենք միայնակ ենք, մենք վտանգված ենք, այ մեր պաշտպանը, մեր փրկիչը, մեր հսկան, մեր բարեկամը, մեր դաշնակիցը, մեր ամեն ինչը, մեր հաց ու ջուրը, այսպես եթե շատ կենցաղային ասեմ, ինքն է, Ռուսաստանն է։ Սա էլ է, էլի կոգնիտիվ դիսոնանս առաջացնում մարդիկ, որոնք խոսում են ազգային ինքնությունից, արժանապատիվ խաղաղությունից, հատկապես ինքնիշխանությունից, Արարատի ֆոնին ամեն օր նկարվում են։ Ինչպես հասկանալ նաև սա նախընտրական տրամաբանության մեջ։ Բոլոր այդ մարդկանց իշխանության տասնամյակներում ինչու այդ հարցերը չեք լուծել, որոնք հիմա հայտարարում եք, որ լուծելու եք։ Պարզ հարց ընդամենը։ Ինչու չեք արել այդ ամեն ինչը, որոնք հիմա հայտարարում եք, որ անելու եք։ Եթե Ռուսաստանը իրոք այդ պետությունն է։ Դե հիմա գալու են հողերը հետ բերեն, օրինակ իրենք ասում են։ Ես էլ ասում եմ, ինչու չեն արել։ Ինչու չեն արել։ Բոլոր հնարավորությունները ունեին, իշխանություն էին, հրաշալի հարաբերությունների մեջ էին, քիմիաներ կար, ֆիզիկաներ կար, չգիտեմ ինչեր կար, ինչու չեն արել։ Եթե կար ռեալ հնարավորություն։ Եվ եթե իրոք Ռուսաստանի Դաշնությունն այն պետությունն էր, որը իրենք ներկայացրել են եւ փորձում են հիմա ներկայացնել։ Այստեղ ոչ թե կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, այստեղ առաջանում է մեծ պատմական սուտ, մեծ պատմական խաբեություն։ Այս մարդկանց նախընտրական ծրագիրը, գաղափարները, պատմական սուտն ու պատմական խաբեություն են, որովհետև տեսեք, ըստ էության ինչ են իրենք առաջարկում։ Մենք բոլորս դեմ ենք այս իշխանությանը, մենք գալիս ենք փոխելու այս իրավիճակից երկիրը հանելու, ամեն բառով նկարագրում են, վերջինը ասում եմ Թևանյանը հանրայինի տաղավարում այնքան ճարպիկ էր ներկայացնում, թե ինչ է տեղի ունեցել, այս իշխանությունները տապալեցին բանակցությունները, հանձնեցին Ղարաբաղը, ռուսներին դուրս մղեցին Ղարաբաղից, հետո այս իշխանությունները հանձնեցին Զանգեզուրի միջանցքը, սա ուղիղ մեջբերումներ է Թևանյանի խոսքից։ Դրա համար պիտի գան իրենք, որպեսզի այս իրավիճակից փրկեն։ Հիմա գաղափարական առումով ոչինչ չեն առաջարկում։ Ինչպես, ինչ ճանապարհով, ինչ եղանակով։ Մենք ընդհանրապես իբրև կուսակցություն, ես կարծում եմ, որ հանրապետությունը նման տեսակետներին արձագանքելու ոչինչ չունի։ Մենք սովորաբար արձագանքում ենք իրենց տնտեսական ծրագրերին։ Իսկ տնտեսական ծրագրերի առումով իրենք 0 են։ Մեծ կլոր 0։ Ոչինչ չեն ներկայացրել, որպեսզի մենք կարողանանք գնահատել, արձագանքել։
Այդ բոլոր ելույթները, հարցազրույցները եւ այլն մենք դիտում ենք նախընտրական իբրև նախընտրական սեփական ծրագիր, ուրիշ ոչինչ։ Ես մեկնաբանելու ոչինչ չունեմ այնտեղ, որտեղ չկա խոսք, որտեղ հնչում է միայն աղմուկ։ Եվ բոլորը այս, չգիտեմ, դուք ավելի շատ կորակեք սա նախընտրական տրամաբանության մեջ է թե ոչ, բայց բոլորը չափից շատ հավատացյալ են դարձել Տիկին Ադամյան։ Չափից շատ եկեղեցապաշտ, բոլորը մոբիլիզացել են Գարեգին Բեի շուրջ եւ բոլորը վերջերս նաեւ ՀԱԿ-ը նման հայտարարություն արեց, որ այս իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը քրեական վարույթ հարուցելով ըստ էության Գարեգին Բեի դեմ։ Սա խայտառակություն է, սա ամոթ է, սա մեր ազգի ամոթն է։ Նախ հասկանանք ինչով է պայմանավորված, որ բոլորը իսկապես դարձել են չափից շատ հավատացյալ, այսպես ասած։ Եվ ինչու է եկեղեցին այսքան շատ, էլի դուք կասեք, արդյոք նախընտրական տրամաբանության մեջ է, որ եկեղեցու անունը այսքան շատ եկեղեցու եւ ինչու՞ չէ նաեւ Աստծո անունը հետաքրքիր Աստծո ամենատարբեր պատկերացումներ ունեն իրենք, բայց այնուամենայնիվ այսքան շատ հոլովում են, տալիս են Աստծո անունը, որ իրենք աստվածապաշտ են, իրենք նաեւ գալու են փրկեն մայրաթոռը, եկեղեցին, ումից եւ ինչից էլի այստեղ խոշոր։ Օրիգինալ չեմ լինի բացարձակապես, նման ձգտումել չունեմ։ Ձեր բոլոր հարցերի պատասխանը կարող եմ տալ ընդամենը 1-2 բառով 20-26 հունիսի 7։ Ուրիշ ոչինչ։ Ինչ վերաբերում է բոլորիս այսպես հանկարծակի եկեղեցասիրությանը կամ աստվածասիրությանը, հարց, իսկ մենք ընդհանրապես ինչ գիտենք Հիսուսի մասին։ Հարց, բարձ հարց։ Ո՞վ էր Հիսուսը։ Ինչ հանգամանքներում հայտնվեց Երուսաղեմում։ Ինչու հենց այդ օրերին հայտնվեց Երուսաղեմում, այդ ժամանակ Երուսաղեմում ինչ էր կատարվում։ Ինչպես որոշում ընդունվեց, որ նրան պետք է խաչեն, կամ ընդհանրապես ով էր Հովսեփ Կայապան։ Մենք խոսում ենք Հիսուսի մասին, մենք մոռանում ենք, որ այն ժամանակ կար քահանայապետ, Հովսեփ Կայապա քահանայապետ, որը ձգտում էր իշխանության, պարզ իշխանության, եւ անվերջ հակամարտության մեջ էր Հռոմի կուսակալ Պոնտացի Պիղատոսի հետ։ Կար չասեմ Իսրայելի, որովհետև այդ անվանում այն ժամանակ չկար, իբրև պետություն, Իսրայել պետություն այն ժամանակ չկար, բայց կար Հրեաստան եւ հրեաները համարում էին, որ ահա գալու է Մեսիան եւ Մեսիան լինելու է իրենց թագավորը, այսինքն ռեալ իշխանությունը, ռեալ, հողեղեն, երկրի վրա իշխանությունը, բայց ինչ դեր ունեցավ այս ամեն ինչի մեջ Հովսեփ Կայապան։ Քանի մարդ է այս քննարկումներում ինքը իրեն հարց տվել։ Եվ ինչու Հովսեփ Կայապան առաջինը դատապարտեց Հիսուսին, նույնիսկ 4 վկաների սուտ մատնության բերեց գիշերով, անցկացնելով Սինեդրիոնի նիստ ու դատապարտեց Հիսուսին։ Ու անգամ այն պարագայում, երբ Պոնտացի Պիղատոսը նրան ազատ արձակեց, Կայապան պնդեց խաչել։ Գիտեք, երբ փորձում ես հասկանալ այդ ժամանակվա 3 օրերի պատմությունը եւ փոխադրել մեր ժամանակները, ստացվում է, որ հիմա էլ շատ եկեղեցիներ, ես չեմ վերագրում դա միայն հայ առաքելական եկեղեցուն, շատ եկեղեցիներ գնում են քահանայապետ Հովսեփ Կայապայի ճանապարհով, նրանց հետաքրքրում է իշխանությունը։ Մի եղեք Կայապա, դուք Հիսուսն եք։ Գարեգին Բեին ինչն է հետաքրքրում։ Գիտեք, Անդիմադիր ճամբարում է ըստ էության արդեն տեղավորվել։ Երբ քո երկիրը ներքաշվում է մի իրավիճակում, քո պետությունը ներքաշվում է մի իրավիճակում, որ փորձում են քո ինքնիշխանությունը վերացնել, դա վերաբերում է ոչ թե կոնկրետ իշխանությանը, դա վերաբերում է ժողովրդին, դա վերաբերում է պետությանը։ Իսկ երբ դա վերաբերում է ժողովրդին ու պետությանը, դա ինքնին վերաբերում է նաև եկեղեցուն։ Ոնց ուզում եք վերցրեք եկեղեցին պետության ու պետականության մաս է։ Եվ այստեղ եկեղեցին պետք է ճիշտ կողմնորոշվեր ինքը ում հետ է։ Դե ֆակտո հայ առաքելական եկեղեցին գնաց սխալ ճանապարհով, որովհետև ստացվեց այնպես, որ 20-20-ից հետո
Ամենայն դեպս արտաքին շատ հայտնի դերակատարները հույս ունեին, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու է ընտրություններով իշխանափոխություն, քաղաքացիական պայմանագիրը պարտվելու է, նույնիսկ այդ հայտնի երկրի նախկին նախագահ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ոչնչացման կոչ էր անում, կարծում եմ այդ բոլորն էլ հիշում են, եւ շատ զարմանում էր որ ժողովրդի գիրժն ինչ են, այս պարտությունից հետո գնացին էլի Նիկոլ Փաշինյանն ընտրեցին, չգիտես ինչի։ Այդ ամեն ինչից հետո, երբ Ռուսաստանը ձախողվում էր բոլոր ճակատներով, որովհետև ակնհայտ էր, չէ, որ Արցախը Ադրբեջանին նվիրելուց հետո երկրորդ խնդիրը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության բելառուսացումը, Հայաստանի Հանրապետության թաթարստանացումը։ Եկեք նաև հասկանանք, թե Ռուբեն Վարդանյանն ինչու հայտնվեց Արցախում։ Շատ խնդիրներ կան այստեղ հանգուցված, այստեղ միայն եկեղեցու խնդիրը չի։ Բազում խնդիրներ կան այստեղ, բազում հանգույցներ կան։ Եվ այդ շրջագծում եթե վերցնում ես, ինչու 2020-ից հետո ոչ թե մենք գնացինք մեր վերքերը բուժելու ճանապարհով, այլ մենք գնացինք ազգը պառակտելու, ինչ որ անկապ դիմադրության շարժումներ, չգիտեմ, իրազեկման արշավներ, վերկած լաուններ ձևավորելու ու իշխանության դեմ պայքարելու, չհասկանալով, որ այդ պարագայում իշխանության դեմ պայքար չի, այդ պարագայում ինքն իշխանության դեմ պայքար է, իսկ դա պետության տրոհում է։ Եվ բոլոր աշխարհիկներ են հին ու նոր քաղաքական դիակներին ռեինկարնացիա ենթարկելուց ու ասպարեզից էլի սեփական ձեռքով ոչնչացնելուց հետո ստիպված հայացքները պետք է ուղղեին եկեղեցուն։ Այդպես եղել է Ուկրաինայում, որտեղ եկեղեցին տրոհվեց, այդպես եղել է Վրաստանում, որտեղ եկեղեցին միանգամից անցավ Ռուսաստանի կողմը, այդպես եղել է Մոլդովայում, բնականաբար այդպես պետք է լիներ Հայաստանում։ Ես ասում եմ, չէ, մենք ունենք մեծ գեղեցիկ, այսպես դեղին արդեն մագաղաթի վերածվող թղթի վրա ձևավորված մի տաձիչ կա, որ պարբերաբար մեզ իջեցվում է հայտնի տեղից։ Այստեղ վտանգավոր թեզերի մասին էր խոսում օրերս վարչապետը, որ ընդհանուր խոսվել է կաթողիկոսությունը մայր Էջմիածնից տեղափոխելու մասին եւ վարչապետն ասաց, որ ամենակոշտ միջոցներով ինքը միջամտելու է, բայց ես կարծում եմ, որ վարչապետը մի քիչ չափազանցում է, որովհետեւ կաթողիկոսությունը կարող է ինչ-որ տեղ տեղափոխվել միայն պետականության անկման պարագայում, որտեղ է մեր պետականության անկումը։ Թերևս դրանք ավելի շատ ռետորական հնարքների դասին, շարքին եկեք դասենք, որովհետև կաթողիկոսությունը անհնար է տեղափոխել։ Պարզապես անհնար է Հայաստանից կաթողիկոսություն տեղափոխել։ Իսկ նման հայտարարություններ հնչում էին անգամ Ռուսաստանից, որ ճնշումների Ռուսաստանից, իսկ Ռուսաստանից ինչ հայտարարություն չի հնչել Հայաստանի Հանրապետության հասցեին։ Ռուսաստանից հնչող հայտարարությունները եկեք հալած յուղի տեղ չընդունենք, որտեղ Ռուսաստանից մեզ անդադ կամ սպառնում են, կամ զրպարտում են, կամ մեզ անվանում են երախտամոռ, կամ էլ փորձում են մեզ վախեցնել։ Ուրիշ ինչ է Ռուսաստանից հնչել այսօր Հայաստանի Հանրապետության։ Դուք կարծում եք Ռուսաստանի Դաշնությունից պետք է ասեն, դե գիտեք ինչ, հանգիստ ենք թողնում ձեր ժողովրդին, այլևս ձեր ժողովրդի անունից հանդես չենք գա, այլևս ձեր ժողովրդին ձեզնից չենք պաշտպանի, դե կներեք մեր գործած այս հարյուրավոր սխալների համար, գնացեք ձեր կյանքով, ձեր ճանապարհով, ձեր երջանկությունը կամ ձեր դժբախտությունը ձեր ձեռքերով կառուցեք։ Զարմանում եմ, որ դուք նման հարց եք տալիս, որովհետև Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարությունները ակնհայտորեն ունեն որոշակի նպատակներ, թե ինչ նպատակներ ունեն, Պոլիշինելի գաղտնիքը չի, ընդհանրապես ես չի, որ այդ նպատակները պետք է բացահայտեմ, դրանք բացահայտեն շատ վաղուց ու ակնհայտ են դառնում օրեցօր, նաև ձեր ասած տարատեսակ Թևանյանների եւ այլ անձանց միջոցով, որոնք պարբերաբար կրկնում են իրենց եւ վերջին հաշվով թե իրենք իրենց այդքան ուժեղ են զգում, թող դաշինք կազմեն ինչի են ցուցակվում, որ վախենում են 8% էլ չհաղթահարել։ Հա? Շքեղ է։ Պարզապես բարգավաճ։ Բայց այնուամենայնիվ իրենք ասում են, որ միասնական են, բլոկներով են գնալու, բայց բոլորը մեկ նպատակ ունեն։ Աստծո սիրունու համար է դա գաղտնիք, թե ոնց են գնալու, ինչ են անելու։ Գիտեք, Գյումրին համապետական ընտրության հետ հնարավոր չի համեմատել տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունը։ Եվ վերջին հաշվով, եթե մենք փորձում ենք այդ արվակների գետակ դառնալու փիլիսոփայությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կիրառել,
Եկեք հասկանանք, հա, այդ արվակը որտեղ խեղդվեց գնաց կորավ։ Եկեք էլ հասկանանք, էլի։ Ինչու եք իրադարձությունների կեսին նայում։ Հիմա ինչ, ուզում եք ասեք, որ Վարդան Ղուկասյանի պարագայում Ռոբերտ Քոչարյանն է, հա։ Ում համար է գաղտնիք, որ այս ամեն ինչը Ռոբերտ Քոչարյանի համար է արվում։ Ում համար է դա գաղտնիք։ Բայց միաժամանակ եկեք նայենք պարանի մյուս կեսը փորձենք հասկանալ, ինչ արեց Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը 5 տարի ազգային ժողովում։ Ի սկզբանե հայտարարելով քոքը մաշեցնելու քաղաքականության մասին։ Ում քոքը մաշեցրեց, ինքը իր քոքը, թե ում քոքը։ Դե թարմ ուժեր են բերել։ Հիմա օրինակ Կարապետյանները ասում են, որ իրենք նոր ուժ են, թարմ ուժ են, թեև սահմանադրության հետ որոշակի խնդիրներ ունեն եւ այս ընթացքում փորձում են այնպես անել։ Նոր ուժ են, թարմ ուժ են եւ այլն, ուժեղ են, ումից են ուժեղ։ Ումից են ուժեղ։ Ինչով են ուժեղ։ Հարցը չէ, ինչով են ուժեղ։ Ստերով, հա։ Իրոք ուժեղ են։ Հանս Քրիստիան Անդերսենը ընդհանրապես նախանձից կմեռներ, թե այդ ինչ հեքիաթներ կարելի է հնարել 21-րդ դարում Անագե զինվորիկների, մոխրոտիկների եւ այլնի մասին։ Հայաստանի Հանրապետությունն այն պետությունը չի, որտեղ կարող են նման հեքիաթները հնարվել եւ տիրաժավորվել։ Այո, ես շատ մեծ ցավով եմ ասում, որ ընտրությունների ժամանակ, հատկապես ընտրությունների նախօրեին եւ ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կա բնակչության որոշակի շերտ, որ գործում է օդից փող սկզբունքով, որ գուցե 5 տարի սպասում է այդ օդից փող շրջանը գալուն։ Բայց գիտեք, այդ շրջանը տևում է ընդամենը ընտրություններից հետո 5 օր։ Այդ փողերը սպառվում են, օդերը փակվում են։ Հերթական 5 տարին դու գնում ես, վերադառնում ես քո այն կարգավիճակին, որը մեղել ես։ Պատանդի կարգավիճակին։ Հիմա ինչ անենք, այդ օդից փողիստների համար պատանդ հանձնենք պետությունը։ Սա է լինելու ընդհանրական գիտակցությունը միջին վիճակը գրականայի, հա։ Ոչ։ Բացառվում է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Ու այստեղ բոլոր Սամվել Կարապետյանները, Ռոբերտ Քոչարյանները, չգիտեմ, այնտեղ ելով կա իրենց սրբազան փաղանգում, հայտնվում են պատմության ոչ թե լուսանցքում, հայտնվում են այն փոսում, պատմության փոսում, որ տասնամյակներով փորել են իրենց ձեռքով, բայց ուրիշների համար։ Այ հիմա իրենք հայտնվելու են այդ փոսում։ Ու իրենք փորձելու են այո մագլցել բարձրանալու, որպեսզի մեզ փոսը գցեն, որպեսզի պետությունը փոսը գցեն, որպեսզի պատմությունը փոսը գցեն։ Այ ձեզ, ինձ, մեր բոլոր ունկնդիրներին, որովհետև մենք չպետք է քթներս վեր բարձրացնենք Ռուսաստանի Դաշնության, այսպես ինչ ասեմ, հորիզոնի գծից այն կողմ, աշխարհում այլ պետություն չկա, կա Սրբազան Ռուսիան։ Այդ ամբողջ խնդիրներն է, որ Ռուսիան վաղուց արդեն ոչ Ռուսիա է, ոչ Սրբազան է, ոչ էլ են հնարավորություններն ու ինչ ասեմ, ֆինանսներն ու քաղաքական կշիռը ունի, որ ինքը իրեն պահի, ուր մնաց տարատեսակ տզրուկների։ Տիկին Ադամյան, ես ճիշտ եմ հասկանում, որ այդ ուժերը, անհատները, որոնց մասին դուք խոսում եք, փոսն են գցելու նաև խաղաղության գործընթացը, թրիփը, զարգացումը, ինչու՞ չէ, նաև դեպի արևմուտք, դեպի Միացյալ Նահանգներ, չասեմ կուրսը, որովհետև ամեն դեպքում իշխանությունները ասում են, սա բալանսավորված քաղաքականություն, այսինքն մենք հավասարապես հարաբերություններ ենք պահում թե արևմուտքի, թե արևելքի, թե հյուսիսի հետ։ Ես կարծում եմ, որ թերևս ավելորդ է, բայց այնուամենայնիվ ֆիքս են բոլոր այդ ուժերը, որոնք ձգտում են իշխանության վերադառնալ, Հայաստանի Հանրապետությունը տանելու են պատերազմի, ի սկզբանե պարտված պատերազմի։ Ռոբերտ Քոչարյանի միակ նպատակը պատերազմն է, որովհետև միայն այդ պարագայում ինքը կարող է հանդես գալ իբրև ոին։ Ինչ է Ռոբերտ Քոչարյանի ուզածը։ Իսկ ինչ է։ Անվտանգություն, ինքնիշխանություն, տնտեսության զարգացում եւ այլն Ռուսաստանի ջանքերով, Ռուսաստանի հովանու ներքո, որ Ռուսաստանի, որը Հայաստանի Հանրապետությունը Ռոբերտ Քոչարյանի իշխանության, հետո նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին դարձրեց տնտեսապես
թույլ չզարգացող, թույլ չտվեց անգամ Իրան-Հայաստան գազատարը ձեռքներից խլեց, որևէ տնտեսական զարգացման շանս չտվեց, պահեց երկիրը շրջափակման մեջ, բայց զուգահեռ Ադրբեջանը ստացավ բոլոր հնարավորությունները, թե բանակը մարտունակ դարձնելու, թե տնտեսապես զարգանալու, թե ռեալ իր համար իսկապես ռեալ դաշնակիցներ ունենալու։ Դա չի պատերազմը, իսկ հիմա ինչ պիտի լինի։ Լավ տրիպից հրաժարվում ենք, խաղաղության համաձայնագրից հրաժարվում ենք, իրենք կգան արժանապատիվ խաղաղության համար կբանակցեն, լսեք ինչ արժանապատիվ խաղաղություն։ Այն արժանապատիվ խաղաղությանը, որին հասել էիք Հայաստանի Հանրապետության ազգային բանակը կառատելով, հա? Ձեր բերած Իսկանդարներով, որոնք չգիտես ինչու կրակում էին միայն 10%-ի չափով, որտեղ ռուսները կոորդինատներ չէին տալիս։ Ձեր կնքած պայմանագրերով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվում էր ռուսական հոպը, երբ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածք էր մտնում հենց 44 օրյայի ժամանակ։ Ամնեզիայով ոչ ոք չի տառապում այս երկրում։ Եկեք, իսկապես իրականություն այնքան հարյուրամյակներ չի անցել էլի ոչ 44 օրյայից, ոչ իրենց իշխանության տարիներից։ Գիտեք, ամնեզիայով սովորաբար տառապում են նրանք, ովքեր կամ այնքան են վճարվում դրա համար, որ հիշողության իրենց բոլոր այսպես խողովակները փակվում են փողով, կամ էլ որոնք, ինչ ասեմ, պարզապես էլի, այսօր ինչ-որ շատ խոսեցինք այդ թեմա, բայց կոգնիտիվ դիսոնանսի մեջ են, որովհետև եթե դու ռեալ գնահատում ես իրականությունը, ուժ ունես քաղաքական վճռականություն ունես նայելու ճշմարտության իրականության աչքերին, դու պետք է հասկանաս, որ այլևս քո քաղաքական ժամանակը ավարտված է, ինչ գործ ունես դու Հայաստանի Հանրապետության հետ, ինչ ավիրել հնարավոր էր ավիրել ես, ինչ ոչնչացնել հնարավոր էր ոչնչացրել ես, ինչ հնարավոր էր գողանալ գողացել ես, ինչ հնարավոր էր յուրացնել յուրացրել ես, ինչ հնարավոր էր օտարել ես, ինչ ես ուզում ես երկրից եւ ինչ ես ուզում ես ժողովրդից այլևս։ Սա է Ռոբերտ Քոչարյանի, ինչ ասեմ, դատավճիռնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թող թույլ տրվի ասել մահավճիռնել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բոլորովին էլ ճանապարհ ունի։ Համենայն դեպս Հանրապետություն կուսակցությունը Հայաստանի Հանրապետության համար բոլորովին էլ ճանապարհ է տեսնում։ Մենք պետք է գնանք դեպի զարգացում եւ մենք պետք է գնանք դեպի իսկապես արժանապատիվ, որովհետեւ այդ արժանապատվության մեջ պետք է լինի աշխատանքը։ Այդ արժանապատվության մեջ պետք է լինի մարդու արժևորումը, պետք է լինի խաղաղությունը իբրև գերակա արժեք, բայց գերակա արժեք պետք է լինի ինքնիշխանությունը։ Եվ այս պարագայում արդեն 64-րդական հարց է դառնում, այդ հապկից երբ ենք դուրս գալի, ինչ ենք անում, որովհետև եթե դու ռիսկի չես գնում, շատ ավելի շատ ռիսկեր ես կուտակում քո գլխին։ Այս պահին մենք հապկից դուրս եկած լինեինք, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից ոչ թե դրոնները կստանայինք, այլ շատ ավելի մարտունակ զենքեր կստանայինք։ Այս պահին եթե մենք ՌԴ-ի հարցը լուծած լինեինք, ժամանակին լուծա, երբ Հանրապետություն կուսակցությունը այդ մասին խոսում էր, այն ժամանակ այդ հարցը լուծած լինեինք, մենք արդեն հիմա Ադրբեջանի հետ հավասար կկարողանայինք այդ երկաթուղու հարցը լուծել։ Եվ այսպես բազում հարցեր կան Հայաստանի Հանրապետության քաղաքական իրական օրակարգում, որը համենայն դեպս այս վարվող հավասարակշիռ քաղաքականությամբ կարող է մինչև դարավերջ ձգվել, բայց չլուծվել։ Մինչդեռ լուծումները պետք էին դեռ 3 եւ այսօր անհապաղ։ Շնորհակալ եմ Տիկին Ես եմ Ադամյան։ ձեզ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Կհանդիպենք։